Խաչաղբյուր գյուղի համար 13 տունն է, ամեն օր այս տանտուրը թակոցի է սպասում, տիկին Մարիամն էլ արդեն թոշակառու է, որդու Անդրանիկի անհետանալուց ուղիղ 22 տարի է անցել, բայց միևնույն է նրա վերադարձին է սպասում եւ հավատում է, որ անպայման տուն է վերադառնալու։ Պատմում է, որ այդ չարաբաստիկ օրը 93-ի դեկտեմբերի 23-ը տանել չի կարողանում։ Առավոտյան ժամը 9 էր, սիրտն անհանգիստ էր, բայց ետ պահել չէր կարող։ Առավոտյան տանի ժամին դուրս եկի ջաջողարը էտե։ Փափախնել թողեց, թող մամ ջան կգա տանեմ։ 31-ի առավոտյան էլ լուրն եմ լսել։ Երբեմնի աշխուժ օջախում հիմա լռություն է։ Տիկին Մարիամն էլ մի քանի տարի է արդեն մենակ է ապրում։ Մյուս երկու զավակները Ռուսաստանում են արտագնա աշխատանքի, կրտսեր որդին էլ Երևանում է։ Միայն հանգստյան օրերին է այցելում գյուղ։ Ավագ եղբորը միշտ կարոտով է հիշում նրա մասին, ինչ էլ որ չգիտեր, հետո ծնողներից է լսել։ Բոլոր մանրամասները պատկերավոր պատմում է, ասես ներկա է եղել այդ օրերին։ Ինքը բեմպեի հրաձիգ էր եւ քանի որ ուրիշ մարդ չէր եղել այդ օր այդ մարտական հերթափոխի գնալու, եղբորս հրամանտար ասել էր դու գնա, մի քանի օր հետո քեզ կիչացնեն, քանի որ դու մրսած ես, կատարող ես եւ այլն։ Բայց ինքը շատ խիզախ էր ու այդ մրսածությունը եւ այլն ոչ մի բան իրան չէր խոչընդոտել, իրան չէր խանգարել, ինքը գնացել էր մարտական հերթապահության։ Եղբոր վերջին խոստումին դեռ սպասում է, մանկական սահնակներ կոտրվել, խոստացել էր, որ կնորոգի։ 22 ձմեռ է արդեն անցել, բայց դեռ չկա։ Ասում է թող գա, հիմա էլ մեքենայի վրա գործ կգտնենք, միասին կաշխատենք, միայն թե վերադառնա։ Ոնց որ ախպերս իմ թիկունքներ ինձ ավելի շատ պաշտպանում էր, եթե ինչ-որ մեկը ինձ նեղացնում էր, ինքն էլ ինձ պաշտպանում։ Ավելի շատ կապված է ես իր հետ ու այդ չգիտեմ, ես ավելի շատ ծանր եմ տանում այդ պահը ամեն անգամ հիշելով, որ վերջ անգամ ես եմ իրան ճանապարհել տանից։ Տիկին Մարիամը հաճախ է թախծում, միայնակ նստում, նայում է որդու նկարներին, դրանց կողքին 3 տարի առաջ էլ ավելացավ ամուսնու նկարը։ Ասում է գրեթե ամեն օր երազ էր տեսնում, չգիտի ինչու այս վերջի 2 տարին որդին չի գալիս երազներում։ Ասում էր մամա, անգել եմ շրջափակմանից, դու էր հավատում ես, որ ես մեռել եմ, ես մոլերա ես պահի, միջև խաբարեղա գիտեմ մերոնք են, աստորեն թուրք են։ Ինք որ եթում էր մանգալու, ասում իզուր ես եթում, իմ երեխեն ընդե չէ, քսերեսի գժվեք, տանեմ գժանում։ Այդ ապրումներից գիտեր ես գժվեր եմ, ես գիտեմ, որ իմ երեխեն կենթանի է։ Մորսիրտ ամենաճիշտն է գուշակում ու երբեք չի դավաճանում։ Տիկին Մարիամը համոզված է, որդին դեռ գալու է եւ ինքը տեսնելու է որդու վերադարձը։ Լիլի Դանելյան, Հակոբ Սարգսյան, Առաջին ալիք։